Տիկին Գալստյան, ինչ ակնկալիքներով ու սպասելիքներով եք մասնակցում այսօր այստեղ կազմակերպած հանրահավաքին։ Ես այստեղ եմ, որովհետև այն պայքարի այն բոլոր եղանակները, միջոցները, այնանձինք, ովքեր պայքարում են այս հրեշավոր իշխանության դեմ, դավաճանական իշխանության դեմ, երկիրը կործանման տարած իշխանության դեմ, ես պարտավոր եմ դա իմ անձնական մոտեցումն է, ես ուզում եմ իմ խղճի առաջ լինել մաքուր, իբրև քաղաքացի եւ քաղաքական մարդ, աջակցել պայքարի այն բոլոր եղանակներին, որոնք օր առաջ հեռացնելու են դավաճանական իշխանություններին։ Եթե այդուհանդերձ նախորդ գործողությունների կամ շարժումների նման սա էլ չստացվի ու Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Իմիջիայլոց ես չեմ կարծում, որ մեր պայքարը, որը դեռ անցյալ տարի էր հունավորվել, այսինքն նոյեմբերի 9-ից հետո է պայքարը, սկզբում հայրենիքի փրկության շարժում, հետո դիմադրության շարժում, դրանք ունեցել են իրենց արդյունքը եւ այս հասարակությունը, որ այստեղ արթուն կանգնած է, դա մեր հասարակության այն առողջ մասն է, որը վարկյան առաջ ուզում է փրկել պետության կոլապսը։ Եվ ես նախորդ մեր բոլոր պայքարները, որոնք իդեպ մենք չենք կասեցրել մեր պայքարը, սա մեր պայքարի հերթական փուլերից մեկն է, ամսի 2-ի համար նաեւ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մենք համապետական նորից հավաք ունենք եւ քաղաքական պայքարի բոլոր եղանակները պիտի գործադրենք, այդ թվում Հայաստանի եւ Թուրքիի միասնականությանը եւ պայքարի նոր լիցք հաղորդելու իմաստով, այսինքն անել ամեն բան փրկելու, կասեցնելու Հայաստանի պետականության կործանումը։ Իսկ դուք չեք գտնում, որ մենք այսօր պետականություն ունենալու եւ չունենալու եզրին ենք եւ երբեք քաղաքական պայքարը սկսելուց առաջ պետք չի ունենալ օրացույց, որ ասենք ժամը 6-ին, չգիտեմ, հոկտեմբերի 6-ին ժամը 7-ին պիտի այսպես լինի, ոչ, մենք պայքարում ենք մտածումով եւ համոզումով, որ հանրային ընդվզումի ալիքը պիտի մեծանա եւ մեր պայքարի այսպես գաղափարական թիրախում հայոց պետականության փրկությունն է։ Կա այլ տարբերակ, քան պետականության կոլապսի կասեցումը, ես կարծում եմ ոչ։ Եվ նաև մենք հաշտ չենք այն դավաճանական ընթացքի եւ այն ուրացումի հետ, որ որդեգրել են մեր իշխանությունները, ամուլ իշխանությունները, դավաճանական իշխանությունները, քաղաքական դիլետանտ իշխանությունները եւ միայն ժողովրդի հավաքականությամբ, միասնականությամբ, ոչ թե ապակուսակցական, վերկուսակցական պայքարով է հնարավոր հասնել հաջողության։ Եվ ես կարծում եմ, այստեղ մենք բոլորս հավաքվել ենք հենց հայոց պետականության փրկության գաղափարի շուրջ։